Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 16-ն է եւ այս հաղորդման ընթացքում նույնպես հիմնական թեման լինելու է Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը, ասեմ որ գիշերը ուշ գիշերին եւ նաեւ արդեն լուսադեմին շատ լուրջ ձևի հրթիռահարվել է Իսրայելը, բազմաթիվ շենքեր կան ավիրված, նաեւ բազմաթիվ վիրավորներ կան եւ զոհեր, բայց այդ հարցին ավելի մի փոքր ուշ ենք անդրադառնալու, սկսենք մեկ հաղորդագրությունից Հայաստանից, երեք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարարի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային ճգնաժամը եւ այս անկայուն իրավիճակում մշտական շփման եւ սերտ համագործակցության կարեւորությունը։ Կարծում եմ ամեն ինչ ասված է այս նախադասության մեջ։ Իրոք շատ կարևոր է, որ հիմա Հայաստանը եւ Հնդկաստանը սերտ համագործակցություն ունենան այս կարևոր ծանր ճգնաժամային իրավիճակում։ Նաեւ օրեր առաջ հանդիպում էր տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Հնդկաստանի արտգործնախարարի միջեւ, նրանք նաեւ քննարկել էին այն հարցը, որ կարևոր է արդեն սկսել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսություն։ Դա շատ կարևոր է, ուղղակի երբ որ սկսվեց պատերազմը, մենք չհասցրեցինք քննարկել այդ հարցը։ Հիմա տեղափոխվենք Թեհրան, թե ինչ է տեղի ունենում Թեհրանում, կարևոր է նշել, որ երեք ամբողջ օրը Իսրայելը շարունակել է իր գործողությունը եւ դրա պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ շտապում են լքել Թեհրանը։ Այդ կադրերը եւս կան, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս Թեհրանից։ Բազմաթիվ զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդում էր 128 զոհվածների մասին, 900-ից ավելի վիրավորների, բայց հետո այդ թիվը նաեւ ավելացավ։ Կարևոր է նշել, որ երեք Իսրայելին հաջողվել է նաեւ հարված հասցնել Իսլամական հեղափոխության հետախուզության շտաբին, որտեղ որ զոհվել է հետախուզության ղեկավարը եւ նրա տեղակալը, եւ այս ֆոնի վրա սկսվել էին լուրջ քննարկումներ, արդյոք Այաթոլլահ Խոմեյնիին եւս Իսրայելը ոչնչացնելու է թե չէ։ Կային տեղեկություններ, որ Իսրայելը ցանկանում է այդ քայլին դիմել, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հատկապես Դոնալդ Թրամփը խոչընդոտում են դրան, հետո Իսրայելը հերքում էր, որ ոչ ոք իրեն չի խոչընդոտում այդ քայլին դիմել, վերացնել Այաթոլլահ Խոմեյնիին, բայց հետո կրկին հաստատումներ եկան, նույնիսկ Reuters-ը հաղորդեց, որ Թրամփը հստակ վետո է կիրառել այդ որոշմանը, որ Խոմեյնիին սպանեն, այսինքն այդ մասին հաղորդում է Reuters-ը, բայց կարևոր է նշել, որ այս լուրերի ֆոնին Խոմեյնիին տեղափոխել են շատ հեռավոր բունկեր, որը որ գտնվում է աֆղանական սահմանի վրա, այսինքն փորձել են լավ ձևով պաշտպանել Խոմեյնիին, հասկանալով, որ Իսրայելը ոչ մի սահման չունի եւ Իսրայելը կարող է ցանկացած նշանակետի հարվածել։ Միջայլոց երեք Իսրայելը նույնիսկ հարված էր հասցրել Իրանի արտգործնախարարությանը, կային դիվանագետներ, որոնք որ վիրավորվել էին, ես անկեղծ ասած զարմանում եմ, թե ինչպիսի քայլերի է կարողանում դիմել Իսրայելը, նույնիսկ չեմ էլ ուզում անունները տա, որ երկրները չեն դիմում այդպիսի քայլերի, այսինքն շատ արևմտյան ոճով չէ, որ գործում է Իսրայելը, տեսնում ենք, որ ոչ մի չափ ու սահման այնուամենայնիվ Իսրայելի համար գոյություն չունի, խփում են բոլորին, ում կարող են, այսինքն թե դիվանագետներին, թե ռազմական գործիչներին, խաղաղ բնակչության մասով միշտ հայտարարում են, որ իրենք շատ զգուշ են եւ տեղեկացնում են, որ խաղաղ բնակիչները լքեն իրենց տները, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ է անում Իրանը, այնպես չէ, որ Իրանը չի խփում բնակելի շենքերի, բայց փաստ է, որ արտգործնախարարության շենքին եւս Իսրայելը հարվածել է Իրանում։ Դրանից բացի Իսրայելը հասկանալով, որ այնուամենայնիվ իր ուժերը չեն բավարարում, որպիսի ատոմային ծրագիր ամբողջությամբ կարողանա ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրը, մենք խոսել ենք, որ Ֆորդեյում գայրի տակ է, շատ ցածր շատ խորության մեջ է գտնվում այդ ատոմի հարստացումը եւ դրան հարվածելու համար շատ մեծ մի քանի տոննանոց ռումբեր են հարկավոր, որոնք որ Իսրայելը ոչ միայն չունի, այլ նաեւ դրանց կարող ինքնաթիռները նույնպես չունի, այդ ռմբակոծիչները նույնպես չունի։
Դրա համար Իսրայելը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին, որպեսզի Վաշինգտոնը եւս միանա այս գործողությանը։ Հիմա տեղեկություններ կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից աննախադեպ թվով ինքնաթիռներ լիցքավորող ինքնաթիռներ են թռել։ Ռադարները ֆիքսում են եւ ասում են, որ շատ մեծ թվով ինքնաթիռներ լիցքավորող հատուկ ինքնաթիռներ են թռել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտեցնում է ավիակիրներ։ Դոնալդ Թրամփն էլ հակասական հայտարարություններ է անում, առաջարկում է Իրանին ճիշտ է գործարք կնքել, բանակցել, բայց նույն ժամանակ ասում է, որ երբեմն պետք է ուժի միջոցով նման հարցերը լուծել եւ շարունակել այդ գործողությունները, որպեսզի հասնես ինչ-որ արդյունքի։ Այսինքն ես հստակ արդեն ակնկալում եմ, որ պատկերացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս կներգրավեն այս պատերազմի մեջ եւ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցնեն այդտեղ այդ Ֆորդեյում եւ մնացած օբյեկտներում, որտեղ որ Իրանը հարստացնում էր ուրանը։ Այստեղ շատ կարևոր մեկ պահ կա, որը որ եւս պետք է մենք քննարկենք։ Ես երեք ամբողջ օրը փորձում էի հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ատոմային այդ օբյեկտները խոցվեն, քանի որ այնտեղ ուրան է հարստացվում, միանշանակ ճառագայթում է լինելու։ Դա միանշանակ է։ Որքանով դա վտանգավոր է Հայաստանի համար եւ Վրաստանի համար, դա եւս հասկանալ բավականին դժվար, բայց հաշվի առնելով, որ այն չի կարելի համեմատել գործող ԱԵԿ-ի հետ եւ այն նույնիսկ չի կարելի համեմատել, թե ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլի հետ, քանի որ այնտեղ գործող ռեակտոր գոյություն ուներ, որը որ մի քանի տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ բնականաբար ճառագայթումը շատ ավելի մեծ է։ Եվ դրանից բացի այդ Նատանզեի եւ Ֆորդեի ատոմային օբյեկտները բավականին հեռու են գտնվում 800-900 կիլոմետր առնվազն հեռու են Հայաստանից, Վրաստանից, չասեմ ինչքան, շատ ավելի շատ, բայց այնուամենայնիվ ճառագայթում կարող է լինել եւ շատ բան կախված է քամու հոսքերից, բայց բարեբախտաբար այդ քամու հոսքերը եւս հիմնականում չեն գալիս դեպի Հայաստանի ուղղությամբ, այսինքն այն, որ եթե խոցվեն այդ օբյեկտները Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ճառագայթում կլինի, դա միանշանակ է, բայց նախ մասշտաբները այնպեսին չեն կարող լինել, ինչպես որ եղան Չեռնոբիլում, եւ երկրորդը դժվար թե մեծ ճառագայթում գա հասնի դեպի Հայաստան, բայց այնուամենայնիվ այդ վտանգը եւս կա եւ այս մասին մենք երևի թե չէինք խոսել մեր նախորդ հաղորդումների մեջ։ Երկրորդ վտանգը, որի մասին որ ես խոսում էի, արդեն իրականություն է դառնում, փաստացի բազմաթիվ փախստականներ, բազմաթիվ մարդիկ հիմա դուրս են գալիս Թեհրանից եւ նրանց մի մասը կարող է նաեւ փոքր մասը, բայց մի մասը կարող է գա Հայաստան։ Դրան եւս պետք է Հայաստանը պատրաստ լինի։ Կարևոր է այստեղ նշել, որ Իրանն էլ կարողանում է շատ լուրջ հարվածներ հասցնել Իսրայելին եւ երեք նաեւ Երենքի արտադրության կենտրոնն է կարողացել հարվածել Իսրայելը։ Երեկոյան երկու հրթիռակոծություն է եղել, մեկի մասին մենք հաղորդում էինք արել, մոտ 50 հրթիռներ, բայց հիմնականում խոցել էին եւ մեծ վնասներ չկար։ Հաջորդ հրթիռակոծությունը արդեն ավելի ուշ էր, դրանց մի մասը հրթիռների հասել էր այնուամենայնիվ Իսրայել եւ բավականին լուրջ ավերածություններ էր առաջացրել տարբեր քաղաքներում եւ կային նաեւ մարդկային զոհեր, փլված շենքեր, բազմաթիվ կադրեր էինք ստանում, բավականին ուշ ժամ էր, որպեսզի մենք պատրաստեինք նոր հաղորդում եւ երրորդ ալիքը հարձակման դա արդեն մոտավորապես լուսադեմին էր, քանի որ տարբեր տելեգրամյան ալիքներից երևում էր, որ արդեն երկինքը կամաց պայծառանում է, լուսանում է եւ դրանից կարելի էր հասկանալ, որ արդեն լուսաբացին մոտ էր այս վերջին հարձակումը, որի ընթացքում եւս եղել են բազմաթիվ ավերածություններ, այսինքն իսրայելական հրթիռները այնուամենայնիվ հասնում են իրենց նշանակետերին եւ հիմնականում այդ նշանակետերը, ինչպես որ երևում է այդ կադրերից եւ տեսանյութերից, բնակելի շենքեր են։ Հնարավոր է Իսրայելը շատ լուրջ ձևով թաքցնում է այն օբյեկտները, որոնք որ ռազմական նշանակության օբյեկտներ են եւ որտեղ որ կարողանում է հարվածել Իրանը, դա եւս կա եւ դա եւս պետք է մենք հաշվի առնենք, քանի որ իմ պատկերացմամբ միանշանակ իրանական թիրախներում ավելի շատ ռազմական օբյեկտները պետք է որ լինեն եւ կային նաեւ տեղեկություններ երեկվա համար, որ Իրանը հիմնականում
հարվածներ է հասցնում ռազմական օբյեկտների, այն օբյեկտների, որտեղ որ պահվում են իսրայելական ինքնաթիռները, F-16, F-35 ինքնաթիռները։ Կարևոր է նաև նշել, որ գիշերվա հարձակման ընթացքում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվում եւս վնասվել է, այսինքն բեկորները վնասել են, ջարդվել են ապակիները եւ ճիշտ է մեծ վնաս չէ, բայց այնուամենայնիվ վնասը բավականին զգալի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան համար։ Նաև տեղեկություններ կա, որ Իրանը կրկին գիշերը հարվածել է Հայֆայի նավթա մշակման գործարանին, այսինքն սա երկրորդ հարվածն է Իրանի կողմից այդ նավթա մշակման գործարանին։ Եվ նաև կարևոր է նշել, որ իսրայելական տվյալներով այս գիշերվա վերջին հրթիռակոծության հետևանքով առնվազն 5 հոգի զոհվել է Իսրայելում, նաև 90 հոգի վիրավոր կա։ Մենք մոռացանք նաև ասել այն, որ Ֆորդեյում իրանական Ֆորդեյում եղել է գիշերը երկրաշարժ 2.5 բալ եւ դա եւս նշանակում է, որ ինչ-որ մի բան կատարվում է այնտեղ, այսինքն ատոմային օբյեկտների տակ, գետնի տակ ինչ-որ գործընթացներ են, ինչ-որ գործողություններ են տեղի ունենում այդ ավիահարվածներից հետո։ Հիմնականում այսքանն է, սիրելի հայրենակիցներ, ինչի մասին ուզում եի ես ձեզ տեղեկացնել։ Տեսնում եմ, որ շատ տարբեր մեկնաբանություններ կա, հիմնականում մեր ժողովուրդը աջակցում է Իրանին եւ դա ինչ-որ միտեղ հասկանալի է, քանի որ Իրանի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, մենք հազարամյակների պատմություն ունենք միասին, բայց մեկ կարևոր բայց կա եւ միշտ ես ասում եմ, ինչը մեր ժողովրդի մի մասը չի ցանկանում հասկանալ, նախ պետք է զուսպ լինել մեկնաբանությունների մեջ եւ երկրորդը հասկանալ մեկ բան, որ եթե Հայաստանը ցանկանում է, որ ավելի պաշտպանված դառնա, արևմտյան տեխնոլոգիաները գան Հայաստան, գնա դեպի Եվրամիություն անխոչնդոտ, ապա Իրանում պետք է որ ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, քանի որ այդ ռեժիմը միանշանակ խոչընդոտ է լինելու Հայաստանի եվրաինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի մերձեցմանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մինչև հիմա համեմատաբար նրանք զուսպ էին, հասկանում էին եւ Հայաստանը շատ լավ դիվանագիտություն էր վարում այդ առումով, բայց հիմա տեսնում եք թե ինչ լարված իրավիճակ է, պատերազմական իրավիճակում են գտնվում եւ Իրանի դիրքորոշումը շատ ավելի կոշտ է դառնալու այդ հարցում նաեւ Հայաստանի մասով։ Դա միանշանակ, եթե այդ ռեժիմը մնա Իրանում։ Ճիշտ է, Սյունիքի մասով շատ կարևոր է նրանց դիրքորոշումը, շատ ողջունելի է, բայց ինչ իշխանություն էլ լինի Իրանում, միանշանակ Սյունիքը լինելու է նրանց համար կարմիր գիծ։ Սակայն նույն ժամանակ մենք չենք որոշողը եւ մեր ձեռքերում չէ այն թե Իրանում ինչ ռեժիմ է լինելու կամ նույն Իսրայելում, իսրայելական ռեժիմը եւս շատ սարսափելի ռեժիմ է, իրենց ժողովուրդը նույնպես պայքարում է այդ ռեժիմի դեմ, բայց գլուխ չի կարող հանել, Նետանյահուն միշտ պատերազմներ է հրահարում ամենուր, ես փորձում եմ անկեղծ լինել, այնպես չէ որ ես սատարում եմ Իսրայելին, ոչ մի պատճառ չունեմ ես սատարելու Իսրայելին, ուղղակի տեսնում եմ, որ Իսրայելը ունի առավելություն տեխնոլոգիական, ունի կարևոր դաշնակից, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են եւ Եվրամիությունն են, ու եթե մենք էլ ուզում ենք, որպեսզի մեր դաշնակիցը լինի Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա մենք մեր մտածողության մեջ պետք է շատ բան փոխենք։ Մենք չպետք է պաշտպանենք Իսրայելի այժմոտ քաղաքականությունը, տեսնում եք, արտգործնախարարության են հարվածում, ուր ասես չեն հարվածում, չնայած որ Իրանը եւս հարվածում է եւ թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, դա եւս մենք տեսնում ենք պատերազմ է եւ մենք մեկնաբանություններ գրելով ոչինչ չենք էլ կարող փոխել, սիրելի հայրենակիցներ, մենք քիչ պետք է խառնվենք այդ գործերի մեջ, իրենց միջև պատերազմ է, բայց ուղղակի մենք պետք է հասկանանք, թե որն է մեր շահը այստեղ, որն է մեր շահը եւ որտեղ են մեր ռիսկերը։ Եվ դրա համար կոչ եմ անում բոլորին չափից դուրս այաթոլլա սերչը լինել, ինչպես նաեւ չափից դուրս Նետանյահու սերչը լինել։ Սա այսպես կատակի ձևով ասեմ վերջում։ Եվ սրանով երևի թե ավարտենք այսօրվա մեր հաղորդումը։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, եթե մինչև հիմա դերևս չեք բաժանորդագրվել, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։